Արագածոտնի թեմի Մուղն ու Սուրբ Գևորգ եկեղեցում խաղաղական ժամերգություն է։ Վարչական խորհրդի ատենապետ Տեր-Շնորհ Գաբեղա Պալոյանի հանդիսապետությամբ հոգևոր դասը միասնաբար աղոթում է անդորր եւ խաղաղություն խնդրելով ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մեր հոգիների, ինչպես նաեւ թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի եւ անազատության մեջ գտնվող մեր սրբազան հայրերի համար։ Շուրջ 23 օր է, որ Սրբազան հայրը մեր հետ չէ, կալանավորում է, ապօրինի կերպով կալանավորված է, սուտ մատնության հիման վրա։ Նաև այսօր սրտի մեծ ցավ է մեր համար, որ հավաքվել ենք Մուղնի Սուրբ Գևորգում եւ Մուղնի Սուրբ Գևորգի քահանան մեր հետ չի, մեր սիրելի հոգևոր եղբայր Տեր Գարեգին քահանա Արսենյանը, բայց մենք ընկճված չենք, զորավոր ենք մեր Տիրոջով, որը մեզ պահապան է։ Նեղությունները, տառապանքը, դժվարությունները մեզ չեն հուսահատեցնում։ Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցին հայտնի է իր զորությամբ։ Խնկի, հոգեպարար բույրն ու աղոթքը մշտապես ներկա է այս գմբեթի տակ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանն իր հոգևոր եղբայրներին հորդորեց անվարան շարունակել ծառայել իրենց աստվածադիր գործին։ Դժվար է այսօր, մենք որփածած ենք զգում, բայց պիտի աղոթենք, նեղությունները կան, եւ պիտի կարողանանք աղոթքով մեր խնդրանքը առ Աստված խնդրենք մեր հոր, մեր սիրելի Մկրտիչ Սրբազանի համար, որ գա եւ հովի հայրաբար իր թեմը, իր ժողովուրդը մեծ քահանաներից։ Թեմի համար դժվարին այս օրերին մեծ բեռ է դրվել Տեր Եղիշեի ուսերին։ Տեր Գարեգինի ժամանակավոր բացակայության պատճառով Տեր հայրը ամեն շաբաթ եւ կիրակի օրերին պատարագ է մատուցում Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում եւ Սուրբ Գևորգում։ Ժամերգության ընթացքում շարականի երգեցողությամբ հոգևոր դասը խոնարհվեց Սուրբ Գևորգ Զորավարի մասունքն անփոփոխ սրբատեղիի առջև, խնդրելով քաջամարտիկ Զորավարի բարեխոսությունը ամենակալի առջև չզրկելու մեծ շնորհներից եւ ողորմածությունից։ Մուղնի Սուրբ Գևորգ վանքում խաղաղական ժամերգության ենք։ Խաղաղությունը դա լոկ բառերով չէ։ Խաղաղությունը այն սրբազան խորհուրդն է, որ յուրաքանչյուրի հոգուց է ծնվում այդ խաղաղությունը։ Եթե միտքդ խաղաղ չէ, հոգուդ հետ պայքարի մեջ ես։ Եվ այս դժնդակ օրերի մեջ, այս փոթորկալից օվկիանի մեջ, որ ձերբակալված են մեր առաջնորդ հայրերը, խնդրում ենք ամենակալ Տիրոջից արդարություն եւ խաղաղություն, որպեսզի մարդկանց հոգիների մեջ անձրևի արդարությունը եւ խաղաղությունը։ Եկել ենք Հրազդան քաղաքից, մենք շարունակաբար ուխտագնացության ենք գնում, որովհետև Տերը ողորմել է մեզ եւ տվել 2 հրաշք բալիկներ, որոնք որ ծնվել են Աստծո հրաշքով։ Մենք մեր պարտքն ենք համարում իրենց եւս ցույց տալու Տիրոջ ճանապարհը, որպեսզի քայլեն դեպի առաստված։ Արագածոտնի թեմի հոգևորականած դասը առաջիկա 5 օրը նոյեմբերի 13-ին խաղաղական ժամերգություն կանցկացնի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում։ Լիաննա Չիչակյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։